Առաջինի եթերում հարցազրույցն է։ Նոր տարին մեկնարկել է նաև ներքաղաքական կյանքում, ընդ որում պարզվել է նաև մեկնարկային թեման. ինչ ձևաչափով մասնակցել ընտրություններին։ Ընդդիմությունն առաջարկում է փոխել ընտրակարգը եւ անցնել միայն համամասնական ընտրակարգի, իսկ իշխանությունը ներկայացնում է այդ փոփոխության իր հակափաստարկները։ Իմ զրուցակիցներն են Հանրապետական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, բարև ձեզ, եւ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, բարև ձեզ։ Արմեն Ռուստամյանից էլ սկսենք։ Ինչու ձեռնարկել մի բան, որի իրականացման հավանականությունը շատ փոքր է, հաշվի առնելով այն փոքր միջանցքը, որ գոյություն ունի մինչև ընտրություններ։ Մենք մի վերջին առիթ էլ ուզում ենք օգտագործել այս ընտրությունների նկատմամբ իսկապես վստահությունը հասարակության մեջ մեծացնելու եւ համախոհություն առաջացնելու։ Սա մի եզակի առիթ է, բացառիկ առիթ է, որ կարող է ընդդիմությունը եւ իշխանությունը բոլորն էլ հայտարարում են, որ ուզում են արդար ընտրություններ անցկացնել, պատմական մի քայլ կատարել, լուրջ որակի վրա բարձրացնել, այս ամենը շատ լավ են, բայց երբ որ գալիս է կոնկրետ քայլեր անելու ժամանակը, պարզ է դառնում, որ մի քիչ սկսում են նահանջել այդպես հայտարարումները։ Չէ՞ կարծում, որ քայլերից մեկը հենց միայն համամասնականն է։ Ասեմ, համամասնական մեծամասնականի խնդիրը Հայաստանի համար ինչու է սուր։ Շեշտում եմ Հայաստանի համար, որովհետև մեծամասնական թե համամասնական ընտրակարգ կայացած ժողովրդավարական երկրներում նորմալ արդյունք է տալիս, որևէ խնդրեմ չկա։ Բայց մեր հենց թիվ 1 խնդիրն էլ ժողովրդավարություն կայացնելն է երկրում։ Եվ դրա ամենաառաջի կարևոր քայլը պետք է կատարել ընտրությունների միջոցով։ Ընտրությունները խարիսխն են ժողովրդավարության։ Եվ փորձը մեր անցած ընտրությունների ցույց է տալիս, որ այդ ընտրակարգը հնարավորություն է տվել, որպեսզի դուրս մղվի ազգային ժողովից ընդդիմությունը։ Սա բացահայտ ճշմարտություն է, մենք կարող ենք դնել բոլոր ազգային ժողովի գումարումները նայել, որ մեծամասնական են եղել, երևի բացառիկ 1-2 ասենք, եթե եղել է այդպիսի մի բացառություն, գրեթե 100%-ով իշխանության ներկայացուցիչներն են անցել։ Երևի այդ բացառությունները եղել են այն ժամանակ, երբ Դաշնակցությունը իշխանությունում էր։ Չէ, ես այդ ժամանակ էլ չեմ ասում։ Ես օրինակ մեծամասնական եմ եղել 2003 թվականին եւ կոալիցիայի մեջ ենք, բայց ես չեմ ընտրվել։ Ինչու՞, որովհետեւ ասում եմ, ես այդ գործիքները չէի կիրառի երբեք, որ պետք է կիրառես մեծամասնականով ընտրվելու համար։ Բայց կան երկրներ, որտեղ մեծամասնական ընտրակարգի կիրառվում է եւ դրանք աշխարհի լավագույն ժողովրդական, որովհետեւ ասում եմ, կայացած ժողովրդավարության պայմաններում երկու ընտրակարգն էլ նորմալ է։ Հայաստանի համար է, որ դա այդպիսի արդյունք է տալիս, այսինքն աղավաղում է համամասնությունը, հարաբերակցությունը իրական քաղաքական ուժերի։ Մենք պատկերը չենք ստանում ազգային ժողովում այնպես քաղաքական ուժերի հարաբերակցության իմաստով, որ գոյություն ունի իրականում։ Ուրիշ կեղծիքների մասին հենց չեմ խոսում։ Շնորհակալություն։ Պարոն Պետրոսյան, նախ դուք համաձայն եք այս փաստարկների հետ, ես ինձ ծանոթ է նաև ձեր հակափաստարկները, բայց ես ձեզ ուրիշ հարց եմ ուզում ուղղել։ Կպատասխանեք նաև Արմեն Ռուստամյանի ասածներին։ Ինչու է ընդդիմությունը գնում այս քայլին։ Ընդդիմությունը գնում է, դա շատ պարզ հարց է։ Ընդդիմությունը ցանկանում է, որ այդ 41 տեղը, որով մեծամասնականով ընտրվում են պատգամավորներ, այդ 41 տեղը եւս բաշխվի բոլոր կուսակցությունների միջև, որպեսզի ավելանա իրենց ներկայությունը ազգային ժողովում։ Ոչ, վատ ցանկություն չի, բայց մենք համաձայն չենք, այսինքն հանրապետական կուսակցությունը դրա հետ այսօր չի համաձայնում շատ պարզ պատճառով։ Ես լինելով իրավաբան պետք է առաջի հերթին հենվեմ մեր սահմանադրության վրա։ Սահմանադրության 30-րդ հոդվածում ուղղակիորեն գրված է, որ 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացին իրավունք ունի անմիջականորեն կամ իր ազատ կամքի դրսևորմամբ ընտրվելու կամ ընտրելու եւ մասնակցելու պետության կառավարմանը եւ տեղական ինքնակառավարման մարմինների։ Եվ ահա այս կապակցությամբ եթե մենք այսօր համաձայնվում ենք հայտարարության հետ, արված հայտարարության հետ եւ դարձնում ենք 100%-անով մասնական ընտրությունները, դրանով իսկ այն կուսակցությունների ոչ անդամ բնակչության 85%-ը փաստորեն զրկվում է իր ազատ կամքը արտահայտելու եւ իրեն կողմից իր ուզած մարդկանց տեխնացիաները առաջադրելու իրավունքից։ Փաստորեն մենք պահպանում ենք սահմանադրությունը, որ ընդունել ենք, որը բոլորիս համար պարտադիր է եւ այս առումով, քանի դեռ Հայաստանում քաղաքական համակարգը թույլ է։ Այսինքն մարդու իրավունքի նորմ է խախտվում։ Եվ մարդու իրավունքի նորմ է խախտվում։ Դրա վրա էլ նորմի իրավունքի վրա էլ հեռախոսազանգ։ Մեր սահմանադրության եւ մարդու իրավունք է խախտվում եւ բացի դրանից ուրեմն Հայաստանում դեռևս անկեղծ թող լինի իմ
գործընկերը նույնպես կուսակցությունները, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որը համարվում է ամենահզորը, ամենաշատ մարդկային կադրային ռեսուրս ունեցողը եւ այլը, դեռևս կայացած չեն, այնպես ինչպես ասենք օրինակ Ամերիկայի օրինակը բերեց իմ գործընկերը։ Այսինքն այնտեղ ընդամենը երկու կուսակցություն են, որ հերթով մեծամասնություն են ստանում, իսկ այստեղ 65 կուսակցություն կա, եւ քանի դեռ այդ բոլոր կուսակցությունները գոնե չեն միավորվել, մի քանի կուսակցություն դարձել, որ հզոր լինի այդ կուսակցությունը եւ կարողանա երկիրը կառավարել բոլոր իմաստներով, կադրային եւ այլն, մենք չենք կարող ժամանակավրեպ ենք համարում համամասնականին անցնելը, չնայած որ հանրապետական կուսակցությունը երբեք էլ դեմ չի եղել աստիճանաբար կուսակցությունների հզորացման, քաղաքական համակարգի կայացման հետ զուգահեռ անցնելու լրիվ 100%-անոց Ես հիշում եմ նաև ձեր հայտարարությունները հոգուտ համամասնական։ Այլ է հիմա հակասություն կա։ Այս հայտարարության մեջ արդեն հակասություն կա։ Եթե այն հայտարարության, որ մի քիչ առաջ արվեց, որ սահմանադրության հետ լուրջ խնդրեմ է առաջանում 100%-անոց համամասնականը, մի քիչ հետո պարոն Պետրոսյանն ասում է մենք պատրաստ ենք աստիճանաբար անցնել 100%-անոց համամասնականի։ Այսինքն դուք պատրաստ եք խախտել սահմանադրությունը։ Ոչ, եթե քաղաքական իրադրությունը կփոխվի, կհզորանան քաղաքական իրավիճակը թե սահմանադրությունը։ Մենք այս ընդրությունների կարգը համամասնական թե մեծամասնական կարգավորվում է ոչ թե սահմանադրությամբ, այլ ընտրությունների ընտրական օրենսգրքով։ Շատ ընտրական օրենսգրքով։ Եվ մենք կարող ենք այդ ընտրական օրենսգրքով հետագայում կատարել փոփոխություններ առանց սահմանադրության։ Այո, հենց դա էլ ասում ենք, սահմանադրության հետ կապ չունի այս հարցը։ Իմիջիալոց ընտրական օրենսգրքի հետ է կապված։ Սահմանադրության մեջ համամասնական, մեծամասնականի խնդիր չի արծարծվում։ Սա ընտրական օրենսգրքի հարցը պետք չի հարցը եղել։ Ուրեմն սահմանադրության հետ եթե հարց ունեինք, ուրեմն մենք պետք է Երևանի ընտրությունները անվավեր ճանաչենք, որտեղ 100% համամասնական է եղել։ Ուրեմն հեղափոխական դաշնակցությունը այս հարցը նոր չի բարձրացնում։ Դա բարձրացվել է դեռևս 90-ական թվականներին, հատկապես 2007 թվականի ընտրություններից առաջ, երբ մենք փոխեցինք նաև դաշնակցության առաջարկներով բազմաթիվ դրույթներ ընտրական օրենսգրքում, այդ ժամանակ նույնպես դրված էր այդ հարցը եւ մենք նամակ գրեցինք Վենետիկի հանձնաժողովին իմանալու համար նրանց կարծիքը այս հարցում։ Եվ նրանք ասեցին, որ կարևորը եւ ճիշտ ասեցին եւ մինչեւ այսօր էլ նրանց ասածը մենք հիմք ենք ընդունում, որ կարևորը նա չի թե համամասնական կլինի, թե մեծամասնական, այլ կարևորը քաղաքական կամքն է երկրի իշխանությունների, ընտրական process-ի հետ առնչվող բոլոր կուսակցությունների, հանձնաժողովների եւ քաղաքացիների, յուրաքանչյուր քաղաքացի, որպեսզի մաքուր, թափանցիկ, օբյեկտիվ ընտրություններ անցկացնեն, այնպես որ եւ մեծամասնականի ժամանակ է հնարավոր Վենետիկի հետ կապված ասում մենք էլ ենք ուղարկել։ Էսա վերջացնում։ Կեղծիքներ անել հնարավոր է եւ այն դեպքում, բայց ուրեմն նշանակություն չունի այդ կարգը ձևը որևէ նշանակություն չունի իմ գործընկերն էլ այդ մասին խոսեց Տեսեք մենք Վենետիկի հանձնաժողովել ենք ուղարկել Ժառանգությունը եւ Դաշնակցությունը մեկ փաթեթ ուղարկեց այո մենք մի տարի առաջ մոռացել ենք քննարկել ենք չէ այլընտրանքային երկու նախագիծ քննարկվեց ազգային ժողովությունը թարմացնել նաեւ երբ դուք կոալիցիայի ներսում եք այս հարցը մի վարքյան ես Վենետիկի հետ կապված ասեմ որտեվ դրա հետ կապված ուղղակի առաջարկ կա դրան վերաբերյալ էլ պատասխանը կա Վենետիկի ոչ մի խախտում մարդու իրավունքների առումով գոյություն չունի, որտեղ նախ շատ երկրներ կան, որ 100% համամասնական են անցկացնում։ Սա դրա հետ բացարձակ կապված չի։ Այո, մենք եղել ենք հավատավոր պաշտպանը այս գործընթացի մեծացնել համամասնականի քանակը, մենք հենց սկզբից էլ ասել ենք 100%-ին կողմ ենք։ Եվ կոալիցիայի մեջ լինելով մեր պահանջով էր, որ անգամ դրեցինք հարց ուլտիմատումի ձևով, եթե դա չարվի, մենք կոալիցիայում անելիք չունենք։ Եվ 70%, 30%, որ հիմա դարձավ այս հարաբերակցությունը, մեր այդ պահանջի շնորհիվ է դարձել։ Հիմա մենք դուրս ենք եկել այն ժամանակ մեր գործընկերները հանրապետականները ասում են այո գնանք աստիճանական այդ աստիճանականով հասանք այս համամասնությանը 41-90 հիմա բայց հաջորդ քայլը ինչու չեն անում օրինակ մեկը եղել է 2007-ին 41-90 գոնե այդ տրամաբանությունը պահելը պահանջում էր որպեսզի այս ընտրություններին 2012-ին 90-ը ավելացնեին ինչու չեն ավելացնում հաջորդ քայլն էլ կարվի ըստ իս երբ որ երկրի տնտեսական, ֆինանսական, սոցիալական եւ այլ վիճակը կբարելավի, երբ որ քաղաքական համակարգը կամրապնդվի, կարվի հաջորդ հնգավիճակի։ Որն է որից առաջ էլի, մենք ասում ենք բոլորը իրար հետ կապված։ Եկեք սալը եզերից առաջ մի դրեք, այս ամենը չի ստացվի, եթե այս քայլերը չկատարենք։ Ոչ քաղաքական համակարգը կառողջանա, ոչ կուսակցական համակարգը կառողջանա, ոչ էլ այս 80-ից 90-ից ավել կուսակցությունները կխտանան, կբյուրեղանան, կդառնան նորմալ քաղաքական դաշտ, եթե մենք այս քայլը չկատարենք։ Եկեք օր առաջ այս հարցին լուծում տանք,
Ստե տեսական վեճի կարիք չկա։ Հիմա պարոն Պետրոսյանն ասում է ես անկեղծ չեմ։ Ես ասում եմ լավ դրեք համեմատեք բոլոր գումարումների մեծամասնական ընտրակարգով անցած падգամավորներին։ Բոլորը 100% գրեթե 100% եղել են իշխանության ներկայացուցիչներ։ Այդպես է թե այդպես չի։ Այս վեճը տեսական չի։ Տեսական չի, Խիստ սա պրակտիկ է ընդհակառակը։ Ինչու՞։ Որովհետև եթե համապատասխան քանակի ընտրազանգված ունենա, ասենք հայ հեղափոխական դաշնակցությունը կամ մյուս կուսակցությունները, իրենք առաջի հերթին կպնդեն, որ մենք մեծամասնական ընտրություններ, եթե հույս ունենան, որ մարդ կանց ընտրազանգված եւ բացարձակապես կապ չունի։ Բայց քանի որ նրանք հույս չունեն, հենց այդ է մեր հարցը։ Ես հիմա այս ընտրազանգված թվերի վրա ապացուցեմ, որ մենք կարող է օրինակ ընդդիմությունը կարող է 50%-ից ավել ձայն ունենա համամասնականով, բայց չունենա մեծամասնություն ազգային ժողովում։ Հենց այդպես, պարզ պատճառով։ Մենք օրինակի համար համամասնականով կարող ենք ընդդիմություն ունենա 50%-ից ավել, որը 90-ի 45 մանդատ է ենթադրում, ճիշտ է։ Մնացածը լինեն օրինակի համար մեծամասնականով ձեռք բերվածները 45-ից ավել։ Այսինքն 1/3 է դառնում քու 50%-ը։ Այսինքն բերեք մի բան հասկանանք։ Մի փոքր անկեղծանանք եւ հասկանանք հետեւյալը, որ այս քայլով ընդդիմությունը, որը միավորվել է ընդ որում հարցի շուրջ բոլոր եւ արտախորհրդարանական եւ խորհրդարանական ընդդիմությունը, այս քայլով փորձում է խաղից դուրս թողնել, չգիտեմ, գուղեք, եթե այս տերմինները սխալ եմ օգտագործում, այն անձանց, ովքեր իրենց ընտրատարածքներում ուժ եւ հեղինակություն են ներկայացնում եւ վայելում են, էդ էլ ավելացնեմ, իրենց քաղաքացիների կամ բնակիչների հարգանքը։ Ոչ մեկի խաղից դուրս թողնելու խնդիրը այստեղ չենք մենք բարձրացնում։ Մենք ասում ենք հավասար խաղի պայմաններ ստեղծենք։ Պատկերացնեք, եղել են դուրս ենք եկել Վազքուղի, չէ՞։ Դուք ասում եք, ես ասում եմ ստարտը էս է, բոլորս այս ստարտից սկսենք վազել։ Այսօր այս համամասնությունը պահպանելով մեծամասնական ասում չէ, ես 40 մետր գնամ ընդեից սկսեմ։ Չէ, սա տարբերությունը ցանկանում է այսպես կոչված իրենց լեզվով ասեմ կամ ընդդիմության օլիգարխներին դուրս թողնի այդ process-ից։ Իմիջիալոց հանրապետական կուսակցությունն էլ արդեն նախագահի կողմից հայտարարություն արվել, որ պետք է իշխանությունը տարանջատել բիզնեսից։ Եվ այդ process-ը մենք սկսել ենք եւ շուտով մինչև մեր համագումարը գործադիր մարմինը չափանիշներ կմշակի, որքան են ավելանալու կանայք, որքան երիտասարդները, ում պետք է սատարի կուսակցությունը քաղաքական տեսանկյունից, որպեսզի նա անցնի եւ այլն, եւ այդ նույն մտադրությունը հայտարարել է, որ իրականացնելու է հենց ինքը կուսակցությունը։ 41-ից քանիսն են օրինակ։ Այսինքն, նշենք, էլի նշեք։ Նույն տոկոսային հարաբերությամբ, եթե դուք խնդիրը դնում եք, ուզում եք իսկապես այդ հարցը լուծել, ունենք 65 հոդվածը, ունենք պահանջ, որ չպետք է զբաղվեն ձեռներեցությամբ եւ այլ, մեծամասնականը դրա ամենապարար թողն է։ Բայց ինչ որ հակասություն արդեն նկատել է։ Այսօր ինձ ասեցին, դուք բարձրացնում եք քաղաքական հարց, բայց քննարկում եք սուբյեկտի, ինչ որ օլիգարխի հարց, որը այսօր կա Ես ասում եմ, մենք բարձրացնում ենք իսկապես քաղաքական հարց։ Մենք ասում ենք, երկիրը երկիր կդառնա, եթե ընդդիմություն եւ իշխանություն լինեն մեկ միասնական քաղաքական համակարգի մեջ, իրար վրա ազդելով, հակակշռելով, զսպելով միմյանց։ Սա է ամբողջ ժողովրդավարության հիմնական գիծը եւ հնարավորությունը երկիրը կառուցել։ դա ասում եք այսպես, իսկ ըստ էության դուք արդեն ձեր ռեսուրսը 41, որ մանդատ այդ մանդատները 41 մանդատ իշխանությունը գրպանը դրած գնում է ընտրություններին։ Դուք ըստ էության ասում եք, ըստ էության, ոչ թե ձևական, որ գործարարները իրենց ուժը օգտագործում են եւ ընտրվում են եւ կանգնում են իշխանության կողքին։ Գործարարների ընտրությունը, տեսեք, ես ասում եմ մեծամասնական, մասնակցել եմ, մասնակցեք մեծամասնական ընտրություն եւ եթե ունեք համապատասխան իմիջ, հեղինակություն, ընտրազանգված եւ այլն, հաղթեք այնտեղ մի տեղ եկուտեղ հաղթեք։ Ես այդ գործիքները չեմ կարող հաղթել եւ չեմ էլ ուզում հաղթել։ Այդ ձևով հաղթելով մենք հաղթում ենք մեր ժողովրդին, ոչ թե պետություն ենք կառուցում։ Նայեք, տեսեք, ես դες ասում եմ, հիմա տեսեք։ 100%-անոց ընտրությունների դեպքում համամասնականի չեք արհամարում ժողովրդին չեք հեռացնում իշխանությունից։ Այն 85%-ը, որը կուսակցությունների ոչ մի կապ չունի եւ չի ուզում կուսակցական, այսքան հանդիպում ենք մենք մեր ժողովրդի հետ, չէ՞, բոլորը մի բան են ասում։ Գնացեք մեր մեծամասնական падգամավորին կբարևեք մեր կողմից։ Իրա երեսը չենք տեսել։ Չէ։ Ոնց չէ։ Շատ պարզ որտեղ տրամաբանություն կա։ Պարզ դե եկեք պարզ խոսենք էլի։ Նախ այդ ընտրակաշառքները ծաղկում են ապրում այդ ընտրությունների ժամանակ։ Եվ որ իմանաք թե ինչ թվեր են այդտեղ դրվում դրամագլուխ որպեսի հաղթեն, դուք կտեսնեք, որ սա միլիոնին մոտենում է։ Այն ընտրություններին հիմա ավելի մեծ է լինելու։ Հելիքը երկու օլիգարխ իրար հետ դնեն մի տարածքում, հսկայական գումարներ են ծախսում, որ այդ գումարների շնորհիվ ընտրվեն։ Իսկ գումարով եթե դու ձայնն առել ես,
այդ պարտք ու պահանջ դու քո ընտրողի հետ չունես։ Ընտրողին ասում ես, ես քեզ քո 5000 դրամը, 10000 դրամը տվել եմ։ Գնա գործիքի չես զումից արես։ Դա շատ հին երկ է, որից հրաժարվել այս։ Ես գիտեմ, ո՞վ պետք է հրաժարվել։ Դուք գտնում եք, որ այս ձևով։ Ես մի քանի հակապաստակ հիշեցնեմ։ Գտնում եմ, որ նաև 100%-անոց համամասնականը պետք չի այսօր ժամանակավրեպ է, որովհետև մեր պրակտիկան հասարակական ազգային ժողովի ուրեմն նիստերը ցույց են տալիս, որ լրիվ կուսակցականացվելու դեպքում առանց այն էլ այսօր դեռ կուսակցականացված ազգային ժողովում ընդդիմությունը ամբողջությամբ իր ժամանակի 90% օգտագործում է ոչ թե օրինաստեղծ իրավաստեղծ գործունեությամբ, որը նրա հիմնական պարտականությունն է պատգամավորի, այլ օգտագործում են իշխանությունը կամ մեծամասնական խմբակցությունը, խոշոր խմբակցությունը, ասենք հանրապետական կուսակցության խմբակցությանը ձևացնելու, վարկաբեկելու նրա գործունեությունը քննադատելու վրա։ Իսկ եթե 100%-ով այդպես ընտրենք, ավելի կուժեղանա այս միտումը եւ ազգային ժողովը ավելի չի զբաղվի, ընդհանրապես դատարկություն ունենալ, ուզածները այս ամեն ինչի հետևանքով այսօր ընդդիմությունը 1/5-րդի անգամ չափ չունի, որ կարողանա դիմի սահմանադրական դատարան այս վեճերը որ կա, նաև իրավական դաշտ տեղափոխի։ 23 падգամավորն են 27 ունենա ընտրությունները խնդրեմ որ ունենա 41 падգամավորն արդեն գրպանները դրած գնում եք ընտրությունների, ասում եք հավասար ընտրություններ։ Դուք դրեք գրպանները, դուք մասնակցեք եւ մենք չենք ուզում ոչ դուք դնեք ոչ մենք, ասում ենք հանեք եկեք ազնիվ արդար ընտրություն անցկացնենք, հավասար մեծամասնական ընտրակարգով հնարավոր չի անցկացնել ազնիվ արդար։ Հնարավոր չի, որովհետեւ ասում են ելակետային, ասում եմ առավելություն կա, դե ասում են դե տվեք օրինակ տվեք, այսքան մեծամասնականով եղել է ընտրություն, 99%-ը ինչ են անցել իշխանության ներկայացուցիչները։ Ադրբեջանը մի րոպե, հարևան Ադրբեջանը 100% մեծամասնական է, հարևան Ադրբեջանը 125 падգամավոր են ընտրում, այս անգամ մեկ թե երկու падգամավոր են ընդդիմությունից ընտրվել։ Այսինքն մեկը 124-ի հարաբերությամբ իշխանությունները այնտեղ մեծ հեղինակություն ունեն, հա? Այդպիսի բան կարող է ընդհանրապես ժողովրդավարական հասարակության մեջ լինել։ Ընդդիմությունից չեն անցել, որովհետև նրանց ետևում, այդ տեխնացիների ետևում հզոր քաղաքական ուժ, հզոր կուսակցություն չի եղել, որ նրանց սատարի։ Այսինքն իսկ հանրապետական կուսակցությունը 125-ից գաղտնիք չի մեր երկրում։ Ես ձեզ պարզ իշխանական կուսակցությունը եւ հզոր կուսակցությունը, որը կարողանում է սատարել իր տեխնացիաները։ Տեսական վեճերի տեղ չէ։ Մենք հստակ ձեզ օրինակ ենք բերում։ Մեր օրինակն եմ բերում եմ Ադրբեջանի օրինակը, մեկը 124-ի հարաբերակցություն բացառված այդ կոմունիստների ժամանակ այդպիսի թվեր եղել 99%-ով հաղթել։ Այդպիսի բան կա, հնարավոր է Ես մի երկու փաստար կասեմ այսօրվա քննարկումներից, թե ինչ թերություններ կարող է ունենալ համապատասխանական ընտրակարգին անցնելը, ըստ հանրապետական կուսակցության падգամավորի, այդ թերություններից մեկը բավականին թույլ կառավարությունների ձևավորումն է։ Թույլ կապ ընտրողի եւ падգամավորի միջեւ։ Քաղաքական համակարգի չկայացված լինելը։ Բացարձակ։ Տարածքների ներկայացվածության թույլ մակարդակ։ Այստեղ կարծես թե պիտի համաձայնել այդ մտքի հետ։ Մարդիկ կան, ովքեր տարածքների հետ սերտ կապեր ունեն, թողնենք ձեր նշած հանգամանքը։ Սերտ կապեր ունենալու համար ուրիշ մենք մարմիններ ունենք։ Այսինքն բնակչի դրա համար տեղական ինքնակառավարման մտքին, որ դուք ասում եք բնակչի ձեռնտու։ խառնել եք ամեն ինչի դրախար։ Ազգային ժողովը համապետական մարմին է։ Տեղական ինքնակառավարման մարմինների դերը բայել ո՞րն է։ Տարածքներում այդ խնդիրները լուծում են այդ ճանապարհով։ Մենք ամեն ինչ խառնել ենք, շիլաշփոթ ենք արել։ Ազգային ժողովը համապետ հենց այստեղ է սահմանադրության խախտումը։ Մեծամասնականով դե դուք ինձ բացատրեք։ Սահմանադրությունն ասում է ընդհանուր, ուղղակի եւ հավասար ընտրություն։ Մի բան էլ բացատրեմ, 60000-անոց օկրուգը ինչու պետք է համապետական մանդատով օժտի որևէ։ Մի բան էլ բացատրեմ, որից հետո դուք ընդհանուր եզրակացության կգաք, դատավորը ընդհանուր եզրակացության կգա։ Մեր հանրապետությունը ունի խորհրդարան, միապալատ խորհրդարան, ճիշտ է։ Այդ խորհրդարանում եթե 100%-անոց համամասնական ընտրություններ կատարվեն, բնական է, որ բոլոր կուսակցությունները տեղավորված են Երևան քաղաքում եւ նրանց ղեկավար մարմինների անդամները մտնում են այդ ցուցակների, կուսակցական ցուցակների անցողիկ համարների տակ։ Եվ կդառնա խորհրդարանը երևանցիների խորհրդարան, իսկ մեծամասնական ընտրությունը հնարավորություն է տալիս նաեւ տարածքների մարդկանց ներգրավել որպես պատգամավոր, դրա լուծումները կան, նախ այդպես չպիտի լինի, եթե դա իրական կուսակցություն է։ Ամեն օր ներկա եք լինում Գյումրիի պատգամավորները ինչքան են պայքարում Գյումրիի համար։ Ախա կուսակցությունների մասին օրենքը դա թույլ չի տալիս, մյուսը կուսակցությունների մասին օրենքը դա թույլ չի տալիս, իրավունքունի կուսակցությունը մենակ կենտրոնանա Երևանում։ Ուրեմն այս կուսակցություն չի նա պետք է արգելվի նրա գործունեությունը, եթե նա չունի հարգելի ընկերներ, տեսեք, մենք պարոն Պետրոսյան, Երևանը մայրաքաղաքն է, այստեղ է կենտրոնացած կառավարությունը,
մյուս տեղեր կառավարում չպիտի լինի։ Բերեք մոտենանք եզրագծին, մի այսպիսի թռոցիկ մտքով։ Այսօր տեսակետ կար, որ այնինչ արվում է այս հարցի շուրջ, դա նախընտրական տրամադրություն, քաղաքական կրկեր բորբոքելու նախավարժանք է ընդհանրապես։ Եթե այդպես չէ, ապա խնդրում եմ կարճ ուղղակի ասեք, որն է այստեղ հարցի լուծումը։ Հարցի լուծում որպես նշмарվում է նաև հանրաքվե անցկացնելը, այստեղ էլ մի այլ միտում կա։ Ինչու քաղաքական միավորները որոշեն ինչ ընտրակարգով, թող ինքը բնակիչը քաղաքացին որոշի։ Պետք է այդ ընտրակարգ իրեն, թե ոչ։ Տեսեք, համաձայն եք այս տեսակետով։ Հանրաքվեով չի կարող հանրաքվե անցկացվել այս հարցով, այնպես համանadrություն են գրել, այնպես համանadrություն են կարող, որովհետև ընդհանրապես հարցի լուծման տարբերակ է։ Հնարավոր է հետագայում ինչ կհասցնեք։ մենք հանրաքվեների կողմ ենք։ Հնարավոր է հետագայում հանրաքվե անցկացվի եւ բարձվի բնակչության։ Հիմա հարցում արեք։ Եվ հարցում արեք, տեսեք, ժողովրդի որ մասն է կողմ մեր ասածին։ Հարցում այսինքն հանրաքվե։ Հա, նախ չենք հասցնի հանրաքվե անել, հնարավոր չի բնականաբար, բայց հարցում որ անեք կտեսնեք, որ մեծամասնություն այսօր համամասնականի կողմնակից է։ Իմ կարծիքով արդեն այդ հարցերը մենք այդ հարցումներն արել ենք մեր համար։ Բայց թող անեն իրենք էլ իրենց համար անկեղծորեն տեսնեն ինչ հարցերը բոլորը քննարկվել են այլ ընտրանքային օրենսգիր երբ ներկայացրել է հեղափոխական դաշնակցությունը, մենք քննարկել ենք նաև նա, ու մեծամասնությունը ազգային ժողովի գտել է իր ընտրողների նակազների հիման վրա այսպես կոչված սովետական լեզվով խոսեմ, որ պետք չի առայժմ ժամանակավոր ընտրված են դա ինչու պիտի աս դեպք բացառել մեծամասնական կարգով ընտրությունները։ Եվ մենք դրանք կգնանք, ինձ թվում է, այդպես էլ պետք է լինի ուրիշ ճանապարհ էլ չկա, կգնանք հաջորդ անգամ։ Հիմա տեսեք, մեր խնդիրը այստեղ շատ, ասեմ, մեր խնդիրն ինչ է, այստեղ ոչ ինչ որ PR ակցիա է սա, ոչ բան։ Իսկապես մենք մտահոգ կա այդ տեսակետը։ Ոչ, այդպես կարող է լինել, դա հակաքարոզչության ձևերից մեկն է։ Բայց հարցը այսօր կա մի մոտեցում, որի վերաբերյալ կարող է կոնսենսուս ձևավորվել Հայաստանում, եթե հանրապետականը համաձայնվի։ Ըստ էության կոնսենսուս -1 վիճակում է այսօր մեր երկիրը եւ դրա առիթ ինչու ենք դա ավելի մեծ արժեք է քան մնացած ամեն ինչը հասկանալի շնորհակալ բազմաթիվ պատճառաբանություններով հանրապետականը չի համաձայնվելու եւ մենք գնալու ենք ընտրության եւ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգով այս անգամ որից հետո ասեցի քաղաքական համակարգը կուժեղանա երկրի իրավիճակը կփոխվի, ժողովրդի իրավագիտակցությունը, ինքնագիտակցությունը կփոխվի եւ այլն նոր կանցնենք 100%-անոց համապատասխան չփոխվի։ Շնորհակալություն։ Մենք այդ հարցը նորից անդրադառնալու ազգային ժողովում դնելու ենք այս խնդիրը, ուսումնասիրած քննարկում ընդդեմ։ Շնորհակալություն իմ հրավերն այսօր ընդունելու համար։ Հանրապետական կուսակցությունը այսօր ներկայացնում էր պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Այսքանը հաջողություն։